Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մելքոնյան, հիմա ինչ պաշտոնում եք։ Պաշտոն չեմ զվարասում։ Պարզապես եկել եք պատարագի։ Այո, ընկերների, կուսակցական ընկերների պատարագի։ Դուք ԿՊ կուսակցությունից եք։ Այո։ Փաշինյանի հորդորով եք եկել փաստորեն։ Հորդորով, իհարկե ոչ։ Բա ինչու եք եկել։ Տեսնում եք մարդու հորդորով էստեղ։ Որ Փաշինյանը չգար, դուք վգա եք։ Ասացի, եկել ենք իմ ընկերների, կուսակցական ընկերների պատարագի։ Այնտեղ որտեղ Փաշինյանն է մասնակցում։ Այնտեղ որտեղ Փաշինյանն է Որտեղ մասնակցում։ կուսակցական եւ ոչ կուսակցական ընկերներն են։ Մենք այդպես էլ չիմացանք, որ Ներողություն եմ խնդրում։ Ես բոլորից շատ հարգում եմ, բայց կլինի այսօր առանց հարցազրույցի։ Ես իմ կուսակցական ընկերները եկել են պատարագի։ Այո։ Վարդենիսից ինչ եք եկել Մասիս համանուն պատարագի, այլ ոչ թե ձեր համանուն։ Սա մեր երկիրն է, որտեղ որ իմ ընկերները գնացել են պատարագի, ես ևս ներկա եմ գտնում։ դուք պաշտոն ստանալու եք ապագայում։ Պարոն Մելքոնյան, պաշտոն ստանալու եք ապագայում։ Ժորժ ջան, բոլորս միահամուռ, եթե նկատել եք, այստեղ գտնվողներից շատերն էլ, բոլորի պայքարը երկրի առաջ խաղացումն է, երկրի անվտանգությունն է, երկրի ներսում խաղաղությունն է, եւ բոլորս մի նպատակի համար ենք այստեղ։ Առաջադրվելու եք ընտրություններին։ 26 Առաջադրվել եմ առաջադրվել։ Արչևում արժանացություն են, այո, առաջադրվել եմ եւ հաստատվել եմ։ Եվ նաև դա է պատճառը, որ այսօր այստեղ եք։ Ոչ։ Չէ՞ որ դուք նկատում եք, որ ամենտեղ ես իմ կուսակցական ընկերները ներկա եմ։ Արեք մի բան ճշմարիտ ասենք։ Այն ինչը որ անում ենք, ես իմ կյանքում առաջին անգամ ու վերջին անգամ կուսակցական եմ։ Այն ինչ որ անում ենք ինքնական պետք է հասկանաք ինձ որևիցե մեկը որևիցե բան չի ասել։ Նայեք կողքներս, բոլորը արդեն վերջին 7 տարում իմ ընկերներն են դարձել, չնայած կուսակցական ընկերներ, նաև ընկերներ, չէ՞։ Բնականաբար որտեղ ընկերները այնտեղ Դե օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պայմանավորված չի ձեր պատարագի մասնակցելը, կարող եք Վարդենիսի եկեղեցում մասնակցել։ Եթե տեղյակ չեք տեղեկացնեմ, որ ինձանից առաջ Վարդենիս համայնքի ղեկավարները երբևիցե չեն եղել պատարագի, այդպես տեղեկություն ունեմ, ու իմ ժամանակ, երբ որ ես եմ այնտեղ աշխատել, միշտ եղել եմ պատարագի, նույնիսկ շատ մարդկանց թվաքանակ եղել եկեղեցում դրսից են պատարագին մասնակցել, ինձանից հետո նորից չկա մարդ, որ գնա համայնքապետարանից պատարագի։ Ահարոն Խաչատրյանը նախորդ անգամ ուխտիերթին էր մասնակցում։ Դրա մասին որևիցե բան չեմ ասի, դրա մասին կարող իրան հարցնեք։ Դուք իր հետ ինչ հարաբերություններ ունեք։ Ընդհանրապես հարաբերություն չունենք, ոչ մի տեսակ։ Չենք էլ կարող ունենենք, մեր գաղափարները շատ տարբեր են։ Բայց նախկինում իր գաղափարներն էլ էին այսպես ընդդիմադիր, բայց քանի որ նա մասնակցել է ուխտիերթին Փաշինյանի հրավիրած, ստացվում է հայացքների փոփոխություն կա այս առումով։ Իրենց մոտ։ Այո։ Դա իրենց պիտի հարցնենք, իրենցից, ովքեր որ մասնակցում են, իրենց հարցրեք, իրեն ներկա լինում, ինչն է պատճառը։ Դուք էլ ինչ-որ շրջան ընդդիմադիր կեցվածք ունեիք, պարոն Մելքոնյան, այո։ Չեք ունեցել։ Գործող իշխանության։ Ժորժ ջան, ես կուսակցական եմ, ոնց կարամ ընդդիմադիր կեցվածք ունենամ։ Երբևիցե նման բան լսել եք ինձանից կամ ինչ-որ մեկից։ Ես կուսակցական եմ, բացի կուսակցական լինելու սկզբունքային մարդ եմ։ Միշտ, եթե նայեք 10 տարի առաջվա Արամ Մելքոնյան եւ այսօր միշտ ես ունեցել եմ սկզբունք եւ մինչեւ այսօր։ Ես իմ սկզբունքների հավատարիմ շարունակում եմ առաջ։ Թեմի առաջնորդը Գևորգ Սրբազանը ազատվել է պաշտոնից եւ նոր հոգեվորական է դառնում։ Ինչ եք կարծում, ինչ Ոչ թեմի առաջնորդ։ կոնկրետ այստեղ որտեղ եք կլինի ես այստեղ հետ կապված որևիցե մեկնաբանություն չանեմ։ Նորից մասում իմ ընկերները եկել եք պատարագի։ Նիկոլ Փաշինյանը այստեղ դիտելը պատահական չէ, քանի որ տեղեկություն կա, որ այդ մարզում էր մասնակցել
պատարագի, սակայն այդ հանգամանքով պայմանավորված է վերջին բանի որոշում կայացել եւ հայտարարությամբ Արեք իարգակից բոլորիդ, ես ներողություն խնդրեմ ներս խնդրում եմ։ Ինչի մասով կար, ես պատասխանում մնացած առումներով չեմ պատասխանում։ ներողություն ուղղակի հարցը գիտեք Ներողություն խնդրեմ գնամ ներս շատ կարճ ուղղակի օրինակ ինչու համար է, քանի որ այստեղ մարդիկ կան, որ հիշում են, ասում են շատ նման է, որ մարդիկ պետք է ազատում աշխատասենյակը կամ կառույցը, բայց չի ազատում եւ ձեր պարագայում հիշում են, երբ որ դուք չէիք ընտրվել համայնքի ղեկավար, դուրս չէիք գալիս, ինքը չէիք հանձնում այդ օրերը եւ արդյոք Այդ օրերի մասին շատ հարցազրույցներ տվել եմ, նույնիսկ վերջերով քաղաքապետարans համայնքապետարans դուրս գալուց հարցազրույց տվել եմ։ Ինչ որ արել էի շատ տեղին էր, եթե հետ գնաք մտնայի ձեր տեսագրությունները, կհասկանաք ինչի համար դուրս եկա վերջը։ Դատարանը որոշեց եւ դուրս եկա։ իսկ այդ մասով այսքան որևէ գործ Չէ, մարդիկ աշխատում են, ես իմ գործերով, մարդիկ իրենց գործերով համայնքով միջադեպով որևէ դրական Չէ, որևէ միջադեպ չէ։ Ուխտ երթին մասնակցում էիք դուք։ Պարտադիր։ Չհանդիպեցիք Ահարոն Խաչատրյանին։ Չհանդիպեցի։ Չէ, որևիցե մեկ, չէ։ Չտեսաք նրան։ Տեսել եմ, որ այնտեղ եղել են վարտենից մարդիկ։ Բայց Բարևեցիք։ անվանը, ոչ, իհարկե։ Չկար մարդ, որ բարևեի։ Շնորհակալ եմ ժողովրդին, ներողություն։